Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է անցած գիշեր ուկրաինական շուրջ 800 ՀԹՍ խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Ռոստովի, Ռյազանի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի եւ Սև ծովերի տարածքները։ Ռուսական կողմը հայտնել է, որ Մոսկվայի մարզը ենթարկվել է վերջին 2 տարում ամենազանգվածային հարձակմանը, կան վիրավորներ, վնասվել են Wildberries-ի պահեստներից մեկը եւ այլ ենթակառուցվածքներ։ Միայն մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 ՀԹՍ, մի շարք օդանավականների աշխատանքը սահմանափակվել է։ Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ թիրախում եղել է գլխավորապես Մոսկվայի մարզի էլեկտրացանցը, նշվում է, որ գիշերային հարվածների հետևանքով հազարավոր սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային։ Կիևում տագնապ է հայտարարվել, Խարկովի մարզում վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր եւ վիրավորներ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել 60 օր առաջ։ Ավելի վաղ այդ մասին էր հայտարարել նաև իրանական կողմը։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին ինքն է ակնկալում։ Մենք այնտեղ ենք մեկ պատճառով՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ չի ունենա, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը։ Թրամփը կրկնել է, այժմ նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի ամբողջական վերահսկողության տակ, թեև իրանական կողմը հակառակն է պնդում։ Իրանի շուրջ զարգացումներին է անդրադարձել Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշները, նրա խոսքով Թրամփը ներկայումս կենտրոնացած է տնտեսական ճնշման քաղաքականության վրա։ Եթե Իրանը պատրաստ է ավարտին հասցնել մեզ հետ քննարկված գործարքը եւ հրաժարվել միջուկային զենք ստեղծելու կարողություններից, ապա կկնքենք այնպիսի համաձայնագիր, որն օգտակար կլինի Իրանի ժողովրդի համար, մանրամասնել է Քուշները։ Նա հավելել է, կողմերն այժմ ակտիվորեն բանակցում են, սակայն Թեհրանը Քուշների ձևակերպմամբ չի ցանկանում կառուցողական մոտեցում դրսևորել։ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդունել է, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները գործնականում չեն վստահում իրար։ ԱՄՆ բանագնաց Ջարեդ Քուշները Համասի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո քննարկումներ է ունեցել Իսրայելի վարչապետի եւ նախագահի հետ։ Օրակարգում է եղել Գազայի վերականգնման ամերիկյան ծրագիրը, որն իսրայելական կողմը չի ընդունում։ Քուշները եւ Բենյամին Նեթանյահուն զրուցել են մոտ 4 ժամ։ Ամերիկացի բանագնացն արդյունավետ է որակել ինչպես Նեթանյահուի, այնպես էլ Համասի ղեկավարության հետ հանդիպումը։ Կարող ենք առաջընթաց տեսնել արդեն առաջիկա 30 օրվա ընթացքում, ընդգծել է Քուշները, հույս հայտնել, որ Համասը մոտ ապագայում կզինաթափվի։ Սակայն Reuters-ի տվյալով Համասի եւ Իսրայելի միջև չի հաջողվում հասնել փոխզիջման։ Հրեական պետության ղեկավարությունը պնդում է, Գազայի վերակառուցումը չի սկսվի, մինչև պաղեստինյան խմբավորումը լիովին չզինաթափվի։ Մինչ այդ Ցահալը դուրս չի բերվի Գազայից։ Նեթանյահուի եւ Խաղաղության խորհրդի բանակցություններից հետո իսրայելական կողմն էլ տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային 2 խումբ։ Առաջինը կկենտրոնանա Գազայի զինաթափման եւ ապառազմականացման վրա, քանի որ մինչ այդ վերակառուցման մասին խոսելն անիմաստ է։ Իսկ երկրորդ աշխատանքային խումբը կզբաղվի Գազայում սոցիալական, առողջապահական եւ այլ հարցերով։ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Անկարայից հայտնում են, որ Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումները։ Էրդողանը նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև լարվածության պայմաններում չափազանց կարեւոր է առավելագույնս օգտագործել դիվանագիտությունը։ Նա հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, ընդգծելով, որ Թուրքիան պատրաստ է այսուհետ աջակցել խաղաղության ջանքերին։ Էրդողանը նաեւ մտահոգություն է հայտնել, որ Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլին Իսրայելն ինտենսիվացնում է պաղեստինցիների դեմ գործողությունները։ Մեկնաբանելով Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված Մեքքայի համաձայնագիրը, Թուրքիայի նախագահն ընդգծել է, փաստաթուղթը վկայում է տարածաշրջանում կարգու կանոնի եւ անվտանգության պահպանման հարցում այն ստորագրած կողմերի լուրջ տրամադրվածության մասին։ Դիանա Գասպարյան, լուրեր։